Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, շարունակում ենք մեր պատմության դասերը հաղորդաշարը։ Նախորդ հաղորդումը մենք սկսեցինք նվիրված Մեսրոպ Մաշտոցին եւ այն կիսատ մնաց, խոստացանք շարունակել այսօր։ Մենք կշարունակենք կանգ առած տեղից, իսկ մինչ այդ ընդունված, այսպես մեր կարգի համաձայն, նախ անդրադարձ կատարենք նամակներին։ Ի տարբերություն նախորդ մեր հաղորդումների, որոնց ընթացքում գրեթե բոլոր նամակները մեր ստացած վերաբերում էին մեր պատմական անցյալին, այսօրվա մեր նամակները բացառությամբ 1-2 նամակի ամբողջությամբ վերաբերում էին մեր այսօրվա իրականությանը եւ դա իհարկե հասկանալի է անցնող օրերին կատարված դեպքերի հետ կապված Երևանում եւ բնականաբար դրանցում հնչում էին մեղադրանքներ ուղղված եւ ամբողջ հեռուստատեսությանը եւ երբեմն նաեւ մեզ։ Ասեմ, որ մեր հաղորդումը լրատվական չի։ Մեր հաղորդումը դուրս է գալիս եթեր շաբաթը մեկ անգամ, երկուշաբթի օրերը Երևանի ժամանակով առավոտյան 11:30 եւ այնուհետեւ տարբեր ժամային գոտիների համար, որպեսզի Սփյուռքի մեր բոլոր համայնքները հնարավորություն ունենան այն դիտելու, կրկնվում է շաբաթվա մեջ մի քանի անգամ։ Եվ շաբաթվա վերջին, եթե դուք դիտում եք, ասենք, վերահեռարձակումը, դա երկուշաբթի օրվա հաղորդումն է եւ ես նամակներ ստացա նաեւ որտեղ անհասկանալի մեղադրանք կար, թե ինչի եք այս խառը իրադրության մեջ ինչի չեք լուսաբանում Երևանի իրականությունը։ Ասեմ, որ ես ինքս էլ շատ դժգոհ եմ մեր բոլոր հեռուստաընկերությունների լրատվությունից, որովհետև ցավոք սրտի եղան շատ պահեր, երբ որ ինձ զանգում էին Ամերիկայից, Ֆրանսիայից, հարցնում էին Երևանում ինչ վիճակ է եւ իրենք էին ինձ տեղեկություն տալիս, ցավոք սրտի, բայց պիտի ասեմ, որ մեր հաղորդումը լրատվական չի, բայց մենք անշուշտ պիտի անդրադառնանք, որովհետև մեր պատմության դասեր հաղորդաշարը չի կարող չանդրադառնալ մերօրյա պատմությանը, եւ ես այսօր մինչեւ մեր բուն նյութին անցնելը, Մեսրոպ Մաշտոցին նվիրված հաղորդման շարունակությանը անցնելը, պիտի իհարկե կանգ առնեմ այս երևույթի վրա։ Կանգ առնեմ ոչ որպես քաղաքական մեկնաբան եւ չանդրադառնամ բնականաբար ընտրությունների թեկնածուներին, ով ճիշտ արեց, ով սխալ արեց, երևույթին է պետք կանգ առնել եւ այս տեսանկյունից թե ինչ ունենք մենք մեր պատմության մեջ դասեր համանման իրավիճակներում եւ ինչ կարող է տալ մեր այսօրվա գործած սխալները, իսկ այն որ մենք սխալներ ենք գործում, դրա ամենամեծ վկան այսօրվա Երևանում հայտարարված արտակարգ իրադրությունն է, որովհետեւ բնականաբար երկու կողմերն էլ հակադրվող կողմերն էլ կբերեն ի օգուտ իրենց փաստարկներ, կբերեն ի վնաս հակառակ կողմի փաստարկներ, բայց իրադրությունը այն է, որ մենք կանգնել ենք մի իրադրության առաջ, որ վտանգում ենք նորաստեղծ մեր պետականությունը։ Եվ ես կուզենայի, որ ամբողջության մեջ արդարության դեմ չմեղանչելու համար ասել, որ մեզանում ցավոք սրտի նորաստեղծ պետականությունը, երբ որ 90 թվականին հռչակագիր ընդունեցինք, իսկ 91-ին հայտարարեցինք անկախություն, ունի 17 տարվա պատմություն, բայց տեսնում ենք, որ մեր ընտրական համակարգը ահա որ անկատար է եւ բերում է իր հետ շատ վտանգավոր հետևանքներ։ Տեսեք, մի համառոտ ուղակի հայացք գցենք վերջին 17 տարվա մեր պատմության մեջ եւ տեսեք, որ ահա որ շատ է 17 տարվա ընթացքում առաջին մեծ խախտումները եղան եւ առաջին անգամ այն ժամանակ էր, որ զորք հանվեց ժողովրդի առաջ, դա 96 թվականն էր, երբ որ Վազգեն Մանուկյանը իրականում ընտրվեց պրեզիդենտ, բայց փաստորեն զորքով պահպանվեց Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանությունը։ Տեսեք, 96 թվական, այնուհետև կգա 98 թվական ըստ էության պետական հեղաշրջում, կգա 99 թվական հոկտեմբերի 27, դրա շարունակությունը մի քանի տարի Հայաստանը խելքի չի գալիս, անընդհատ բարդություններ են եւ անհաղթահարելի թվացող բարդություններ են, այնուհետև գալիս է նույն այս ընտրական իրավիճակը 2003 թվականին սփյուռքահայերը անընդհատ դիտել են դա հատկապես դրսի հեռուստաընկերությունների, ապրիլի 12-ին, երբ որ Բաղրամյան պողոտայում ամերիկյան դեսպանատան դիմաց գիշերով ծեծուջարդ սկսեց ոստիկանության եւ ժողովրդի միջև եւ հիմա մարտի 1 17 տարվա ընթացքում 5 անգամ մենք կանգնում ենք ճգնաժամային իրադրության մեջ, համաձայնվեք, որ 17 տարվա ընթացքը
5 անգամը 17 տարվա համար չափազանց շատ է եւ իհարկե մյուս կողմից էլ չմոռանանք, որ մենք դեռևս պատերազմի մեջ գտնվող երկիր ենք։ 94 թվականին իհարկե զինադադար է հաստատվել, բայց միայն զինադադար։ Եվ մենք այսօր իսկապես լուրջ խնդիր ունենք երկու հայկական այսպես փոքր պետություններ, մեկը ճանաչված, մյուսը չճանաչված աշխարհի կողմից եւ ունենք մի իրադրություն, ունենք վերնախավի մեջ ընթացող սուր հակամարտություն, որի ընթացքում մենք կարող ենք կորցնել։ Ես ուղղակի օրինակներ բերեմ մեր պատմությունից, որովհետև եթե մենք պատմության դասը աչքի առաջ չենք ունենում, անշուշտ գնում ենք փակուղի ենք մտնում, որից նաև որոշակի իմ հետևությունները կանեմ։ Տեսեք, մեզանում այսօր շատ քչերը գիտեն, երևի առանձին միայն պատմաբանները գիտեն, որ հայոց թագավորությունը վերականգնելու վերջին փորձը եղել է 15-րդ դարում։ 1465 թվականին ստեղծվեց մի շատ նպաստավոր իրադրություն եւ Սմբատ Արծրունին, Սեֆեդինյան տոհմի, այսպես Արծրունների Սեֆեդինյան ճյուղի ներկայացուցիչը Աղթամար կղզում հռչակեց թագավորություն։ Այս թագավորությունը 1465-ին հռչակված հիշատակվում է ընդամենը 7 տարի եւ 7 տարի հետո դադարում է գոյություն ունենալուց։ Կային բավականին նպաստավոր պայմաններ, այդ ժամանակ Հայաստանը եւ Առաջավոր Ասիայի զգալի մասը իր իշխանության տակ միավորած կարակոյունների առաջնորդ Ջհանշահը բավականին այսպես ջերմ բարեկամական հարաբերություններ ուներ նրա հետ եւ հովանավորում էր։ Ընդ որում այդ ամբողջ ջանքերը թագավորություն հռչակելու հետո Հավուր պատշաճի շարունակություն չգտան։ Եվ օրինակ ունենք, տեսեք, շատ լավ հնարավորություններ 15-րդ դարում Վասպուրականում վերականգնվում է հայոց թագավորություն եւ մեր պատմության ընթացքը կարող էր լինել լրիվ այլ։ Դա տեղի չունեցավ։ Փոխարենը մենք, տեսեք, Սմբատ Արծրունին ուներ Աղթամար կղզին եւ մերձափնյա բավականին մեծ տարածք, 20 գյուղեր էին իրենց ամբողջ հողատարածություններով։ Փոխարեն ունենք ուրիշ օրինակ։ 1080 թվականին Ռուբեն իշխանը Կիլիկիայում ընդամենը 3 ամրոց ունենալով հռչակեց հայկական իշխանություն, անկախ իշխանություն, որը վերածվեց մեծ պետության եւ Կիլիկիայի հայոց թագավորությունը, հայկական պետությունը գոյություն ունեցավ մոտ 300 տարի եւ դարձավ համաշխարհային պատմության ֆենոմենալ երևույթներից մեկը։ Այսինքն տեսեք, մենք ունենք եւ նա, ունենք մի իրադրություն, երբ որ մարդը ունի հնարավորություն աշխարհի մեծ տիրակալներից մեկի կողմից հովանավորված է, տվյալ դեպքում Սմբատ Արծրունին Ջհանշահի կողմից եւ նրա գերիշխանության ներքո ազատ գործում է, բայց չի զարգանում հայկական պետությունը։ Եվ ունենք իրադրություն, երբ որ շատ ծանր պայմաններում հայտնված ընդամենը 3 ամրոց ունենալով Ռուբեն իշխանը ստեղծում է մի պետություն, որը հետո ի պատիվ նրա էլ կոչվեց Ռուբինյան, Կիլիկիայում ստեղծված հայկական իշխանապետությունը, որ վերածվեց թագավորության։ Եվ ստեղծում է լուրջ պետական համակարգ։ Ես կուզենայի սրա վրա այսօր շեշտը դնել։ Հայաստանի Հանրապետության պետական համակարգը խիստ թերի է, որովհետև ժամանակին, երբ որ առաջարկվում էին, ես ինքս առաջարկներ եմ ներկայացրել այն ժամանակ, ես սահմանադրական դատարան եւ մի շարք ինստանցիաներ Հայաստանի պետական կառավարման համակարգերը ուսումնասիրելուց հետո միայն դրանց արդյունքների հիման վրա ստեղծել համապատասխան պետական միավորներ Հայաստանում, ես ասում եմ 94, 95, 96 թվականների մասին եւ ինքս այդ մասին ունեմ փաստաթղթեր, որոնք հենց ներկայացվել են ժամանակին, այն ժամանակվա ղեկավարությանը երկրի, դա ընթացք չունեցավ, վերցրեցին ֆրանսիական սահմանադրությունը, այսպես կարկատաններով Հայաստանի սահմանադրություն դարձրեցին, հետո վերափոխեցին, հետո էլի մենք ուշքի չենք գալիս։ Եվ այսօրվա մեր իրավիճակը բավականին ծանր է։ Հիմա տեսեք, հոկտեմբերի 27 եղավ 99 թվականին։ Եվ դրանից հետո քանի տարի շարունակ ինչ լինում էր ամբողջը մեկնաբանվում էր հոկտեմբերի 27-ով։ Հոկտեմբերի 27-ով, որովհետև հոկտեմբերի 27-ի պատճառով փաստորեն Հայաստանի Հանրապետությունը բավականին ծանր դրության մեջ հայտնվեց։ Ինչու համար։ Չէ՞ որ եթե ասենք Ամերիկայում Ջոն Քենեդի սպանեցին, դրանով Ամերիկան 4-5 տարի հետ չընկավ իր զարգացումից, որովհետև Ամերիկան ուներ կայացած պետական համակարգ եւ անձերի վրա չէր կառուցված պետությունը։ Մեր մոտ կառուցված էր անձերի վրա, մեր մոտ այսօր էլ շարունակվում է կառուցվել անձերի վրա։
Եվ անձերի պայքարը, այդ անձերի հետևում իհարկե կանգնած են ամեն մեկի հետևում որոշակի ուժեր, բայց ի վերջո այդ բախման արդյունքում տուժում է ամբողջ ժողովուրդը, ամբողջ երկիրը։ Ես մի օրինակ էլ բերեմ մեր պատմությունից, որպեսզի ավելի որոշակի դառնա։ 1307 թվականին Կիլիկիայի հայկական պետությունը բավականին ծանր վիճակի մեջ հայտնվեց, որովհետև բոլոր կողմերից շրջապատված էր մահմեդական պետություններով, միայն մոնղոլներն էին, որ արևելքից հայտնվել էին, սկզբնական շրջանում 1254-ին դեռևս նրանք բազմաստվածություն էին դավանում եւ դեռևս քրիստոնյաների կամ մահմեդականների կողմը չէին անցել։ Ստեղծվեց բարեկամական հարաբերություններ մոնղոլների հետ։ Սակայն 13-րդ դարի վերջին մոնղոլներն էլ մահմեդականություն ընդունեցին եւ որոշեցին Կիլիկիայի հարևան մահմեդական պետություններին հաճոյանալու համար Կիլիկյան Հայաստանի նկատմամբ մի մեծ դիվերսիա կազմակերպել։ Եվ դա եղավ։ 1307 թվականին մոնղոլ զորավար Փիլարղուն որպես բարեկամ կեղծ, այսպես բարեկամությամբ այցելեց Կիլիկյան Հայաստան եւ սովորական ընդունված այսպես իրադարձություններ էին, հատուկ խնջույքի հրավիրեց հայոց ավականուն, որին ներկա էին Լևոն IV արքան, թագավորահայր Հեյթումը եւ մոտ 30 իշխաններ, ամբողջ էլիտան, ամբողջ նախարարական դասի, իսկ Կիլիկյան Հայաստանը հազիվ 30 իշխանական տուներ իրենից ներկայացնում։ Եվ խնջույքի բավականին այսպես երկարած թեժ ժամանակ փակվեցին դարպասները եւ ամբողջ հայկական էլիտան ոչնչացվեց մոնղոլների կողմից։ Եվ տեսեք, այսինքն սա շատ ավելի ծանր ակտ էր, քան հոկտեմբերի 27-ը։ Պատկերացրեք, եթե ամբողջ քաղաքական էլիտան ոչնչացնել, հոկտեմբերի 27-ին կնշանակեր պրեզիդենտ, բոլոր մարզպետները, բոլոր քաղաքապետները, ամբողջ խորհրդարանի կազմը, բոլոր նախարարները, բոլորը սպանվեին, պատկերացրեք Հայաստանում ինչ կլիներ։ Եվ այս իրադրության մեջ Կիլիկյան Հայաստանը ոչ միայն անկում չունեցավ, այլև շատ արագ թագավորի հորեղբոր որդին Օշինը շատ արագ զորքը հավաքեց, ոչնչացրեց մոնղոլներին եւ միանգամից վերականգնվեց պետականությունը, որովհետեւ կար կայուն պետական համակարգ։ Պետական համակարգը կախված չէր անձերից։ Մեր մոտ տեսեք, հոկտեմբերի 27-ից առաջ Վազգեն Սարգսյան եւ Կարեն Դեմիրճյան երկու անձնավորություն սպանում են, պետությունը ամբողջությամբ խառնվում է իրար։ Հիմա մեր մոտ նորից բևեռացումներ են գնում, էլի անձերի վրա։ Պատկերացրեք, որ Աստված չանի, հոկտեմբերի 27-ի նման մի կրկնություն լինի։ Կամ, չգիտեմ, դժբախտ դեպք լինի, այդ անձերի վրա մեր մոտ պետությունը կառուցվում է անձի վրա, իսկ որևէ անձ անմահ չի վերջին հաշվով։ Եվ մենք հայտնվում ենք շատ ծանր մի իրադրության մեջ, երբ որ նորաստեղծ պետականություն, բայց նաև շատ լուրջ վտանգվում է այդ պետականությունը։ Վտանգվում է նաև մեկ ուրիշ բան, այսօր մեր իրականության մեջ մենք ունենք մեծ երկփեղկվածություն Սփյուռքի եւ Հայաստանի։ Վերջին բաներից քայլերից մեկը, որ չգիտեմ ով ընդունեց այդ որոշումը եւ ինչի, որովհետեւ շատ ծանր որոշում էր, որ Հայաստանի հողից դուրս ոչ մեկ չի կարող մասնակցել ընտրությանը, նույնիսկ Հայաստանի Հանրապետության քաղաքացին։ Որովհետեւ անհասկանալի բան էր, ամբողջ աշխարհում դեսպանատները գործում են հենց այդ նպատակով, բայց Հայաստանի դեսպանատները այս ընտրություններին չմասնակցեցին։ Գիտեք, Սփյուռքի ես հունվարի 27-ից փետրվարի 10-ը Լոս Անջելեսում էի եւ այնտեղի հայության վիրավորվածությունը ահավոր մեծ աստիճանի էր։ Ես հասկանում եմ, ինձ զանգեցին, ասեցին, որ նույնիսկ Լոս Անջելեսում շատերը հմեկից հրաժարվում են այդ արբանյակային հեռարձակումը դիտելուց։ Չգիտեմ, դա էլ ճանապարհ չի, բայց մարդկանց վիրավորվածության արդյունքն է սա։ Եվ հայաստանյան պետությունը համահայկական դերակատարումից հրաժարվում է, սա վտանգավոր բան է։ Եվ մյուս պահն էլ կա, մեզանում տեսեք, անընդհատ վկայակոչվում են դրսի դիտորդները, դրսի պետությունները, քաղաքական գործիչները հպարտանում են, որ այս մեկը ունի Ռուսաստանի աջակցությունը, այս մեկը եվրոպական այսինչ երկրի, չգիտեմ, Ֆրանսիայի աջակցությունը, այս մեկը Ամերիկայի աջակցությունը, տխուր իրավիճակ է։ Երբ որ քննարկում ես Հայաստանի քաղաքական դաշտը, սա պրոռուսական է, սա պրոամերիկյան է, սա բոլորը պրո ինչ-որ մի բան են, իսկ որն է հայկականը, այս իրավիճակի մեջ մենք շատ ծանր դրության մեջ ենք հայտնվում։ Ես չգիտեմ, գուցե ելք է, ես մտածում եմ, սա մի առաջարկ, որը Սփյուռքում մեզ դիտում են մեր հայրենակիցները եւ քաղաքական կառույցները, հասարակական կազմակերպությունները, այս գաղափարը կա քանի տարի է եւ չի իրականանում։ Գուցե մենք գնանք մի ավելի կարևոր քայլի, համահայկական կոնգրեսի հրավիրում։
Սա որովհետև գնալով խորանում է նորից ճեղքվածքը, տեսեք, Հայաստանում հայաստանցի Ղարաբաղցի այս ճեղքվածքն է մեծանում, որը ազգակործան նշանակություն ունի, իհարկե, եւ ցավոք սրտի մեր իշխանությունները քայլեր չեն ձեռնարկում դրա դեմը կանգնելու համար, Հայաստան սփյուռք ճեղքվածքն է մեծանում, եւ այս ամեն ինչի դեմ առնելու համար գուցե պետք է հրավիրել համահայկական կոնգրես։ Դա կարող է տևել 1 տարի, 2 տարի, բայց դա անհրաժեշտություն է։ Ստեղծել համահայկական մի մարմին, որը բոլոր հայերը հնարավորություն կունենան այնտեղ ձայն ունենալու եւ իրենց падգամավորը ընտրելու։ Եվ այս պայմաններում գուցե թե մենք ոչ թե եվրոպական դիտորդի կարիք կունենանք կամ ամերիկյան կամ ռուսական, այլ համահայկական կոնգրեսը կլինի այն հայկական վեհաժողովը, որի նկատմամբ պատկառանք կունենան եւ Հայաստանի իշխանությունները եւ Սփյուռքի բոլոր կառույցները։ Գուցե պետք է մտածել այդ ուղղությամբ, որտեղ սա մենք կանգնում ենք շատ կատաստրոֆիկ մի իրադրության մեջ։ Եվ ես հիմա ուզում եմ կրկին վերադառնալ Մեսրոպ Մաշտոցի առաքելությանը, ինչի համար, որովհետև մենք ունենք շատ դասեր քաղելու մեր անցյալից եւ մեր մեծերից եւ գիտեք, այնքան հիմա վատ եմ զգում նույնիսկ դրա համար, անցած դասին, ներեցեք, անցած հաղորդմանը համալսարանից սովորություն է մնացել դաս արտահայտությունը ասելը։ Անցած հաղորդմանը, երբ որ խոսում էինք Մաշտոցի մասին, նշեցի Գողթնի քարոզչությունը, որ Գողթնում Մեսրոպ Մաշտոցը հեթանոսներին հեռացրեց։ Մեր մատենագիրներն ասում են դևերը փախան։ Կարծիք կա, Լեոնը այդ կարծիքը արտահայտում եւ էլի նրա հետ համաձայնվողներ կան, որ հնարավոր է նա իշխանական զորք է կիրառել, պետական զորք է կիրառել հեթանոսներին հալածելու համար։ Ես անցած անգամ ասեցի, որ դա հնարավոր չի, որովհետեւ Մաշտոցի մակարդակի ազգային գործիչը չի կարող իր սեփական ժողովրդի նկատմամբ նրա համոզմունքների համար զորք կիրառել։ Ցավոք սրտի այս մարտի 1-ի իրադարձությունները շատ տխուր տպավորություն թողեցին այդ ֆոնի վրա։ Վերջին հաշվով մենք Մաշտոցի աշակերտներն ենք, թե չէ։ Եվ այս տեսանկյունից մենք այսօր շարունակենք մեր հաղորդումը եւ տեսնենք, թե Մաշտոցի կենսագրությունը մեզ ուրիշ ինչ դաս է տալիս։ Հատկապես հիմի մենք խոսենք ազգային միասնության առումով, որովհետեւ այն ինչ որ արեց Մաշտոցը շատ ուսանելի է այսօրվա մեր այս երկփեղկվածության պայմաններում, իսկ երկփեղկվածություն կար նաև այն ժամանակ, Հայաստանը այն ժամանակ կիսված էր Պարսկաստանի եւ Բյուզանդիայի միջև եւ Մաշտոցը կարողացավ միավորել պետականորեն կիսված, բայց մշակութային եւ հոգեվոր առումով միավորել համայն հայությունը եւ դրա շնորհիվ է, որ մենք գոյություն ունենք նրա հանճարեղ գործունեությանը հաջորդած 1600 տարիների ընթացքում որպես մեկ հավաքական ազգ։ Գուցե այնպես էլ գոյություն կունենայինք, բայց որպես մեկ հավաքականություն, այստեղ Մաշտոցի ներդրումը առավել քան մեծ է։ Հիմա ես խնդրեմ օպերատորին, որ մեզ ցույց տա քարտեզը, որը Մաշտոցի գործունեության քարտեզն է։ Վաղար շաբաթից Մաշտոցը ուղևորվեց Եդեսիա, նախ Դանիել եպիսկոպոսին հանդիպելու, ճշտելու համար եղել են ուրիշ նշաններ, թե չէ, որովհետև 2 տարի փորձությունը ցույց տվեց, որ Դանիելյան գրերը չեն բավարարում, սակայն չգտավ ոչինչ ավելի եւ ըստ Կորյունի Եդեսիայում, իսկ ըստ Խորենացու եւ Ղազար Փարվեցու Սամոսատում տեղի ունեցավ Մաշտոցի կողմից հայոց գրերի գյուտը։ Կարևորագույն այս իրադարձությունը մեր պատմության մանրամասն ներկայացված է նրա աշակերտների կողմից, հատկապես Կորյունի 2-ում, եւ հիմա ես մեր օպերատորին կխնդրեմ, մենք կդիտենք Մատենադարան ֆիլմից մի հատված, որտեղ Սոս Սարգսյանը ներկայացնում է բավական այսպես գեղեցիկ ներկայացնում է նաև Կորյունի նկարագրությունը Մաշտոցյան գրերի գյուտի, նրա վերադարձը Հայաստան, որից հետո մենք կրկին կվերադառնանք եւ կշարունակենք մեր հաղորդումը։ Երանելի Մաշտոցը շատ նեղություններ քաշեց իր ազգին մի բարի օգնություն գտնելու համար։
Եվ իր սուրբ աչով հայրաբար ծնեց նոր և սքանչելի ծնունդներ, հայոց լեզվի նշանագրերը։ Եվ ահա նա վերադառնում է հայրենիք։ Արևախանց խոտի ծանոթ բուրմունքը բերկրանքով է լցնում սիրտը, բայց նաև դառնագին մի զգացումով չկա խաղաղություն այս երկնքի տակ։ Նա մի կողմ էր դրել ռազմիկի սուրը և տարիներ ի վեր տքնել օտար եզերքներում, գրչության նշանավոր կենտրոններում, անդադրում աշխատանքի ու մտորումների մեջ։ Եվ ահա նա տուն է դառնում իր աշակերտների հետ, բեռնված ընդամենը 36 տարերով, որ մեծագույն նվեր եղավ իր հայրենիքին։ Եվ արդ, երբ հիշերին մոտեցավ արքայանիստ քաղաքին, թագավորն ու եպիսկոպոսը բովանդակ բազմությունն առնելով եկան, Արաքս գետի ափին դիմավորեցին երանելիին, և ցնծության ձայներով, հոգևոր երգերով ու բարձրագոչ օրհնություններով դարձան քաղաք, գրում է Գորյունը։ Այո, այստեղ են դիմավորել Մեսրոպ Մաշտոցին 405 թվականի հուլիս ամսին և օրն էր շաբաթ։ Նույն բիբլիական Արարատ լեռան հովանու տակ, խոր վիրապ ամրոցի դեմ դիմաց։ Բայց 30 տարի է արդեն, ինչ հայոց թագավորությունը մասնատված է երկու մեծ տերությունների՝ Պարսկաստանի ու Բյուզանդիայի միջև։ Ինչ կարելի էր հակադրել ուժին, բռնությանը։ Մեր նախնիները հանգեցին միակ և մեծ ճշմարտությանը։ Անհնար է գոյատևել առանց մայրենի լեզվի, առանց գրի։ Գիրն է միայն, որ իզորու է պահպանել լեզուն, արթուն պահել նախնիների հիշատակը, ժողովրդի ոգին։ Եվ այն ժամ սքանչելի դարձավ մեր ցանկալի Հայաստան աշխարհը։ Ահա այն ծրագիրը, որի շնորհիվ մենք այնքան ստույգ ու անհերքելի գիտենք հայոց գրերի ստեղծման մասին։ Գորյուն, Վարք Մաշտոցի։ Ես, որ բախտ էի ունեցել նրա աշակերտը լինելու, սկսեցի շտապով ու անհապաղ գրի առնել գրերի պատմությունը։ Լինելով բոլոր իրադարձությունների ականատեսը, Գորյունն ամենայն ինչ նկարագրել է ճշգրտորեն, ընդհուպ մինչև իր ուսուցչի մահը 440 թվականի փետրվարի 17-ին և թաղումը Օշական գյուղում։ Հայ ժողովրդի համար սրբավայր դարձած այս վանքում ավանդաբար ծայր է առնում թարգմանչած տոնը։ Չէ որ հայոց գրերով ստեղծված առաջին գրքերը թարգմանություններ են եղել, փիլիսոփայական, հոգևոր, պատմական երկերի, համաշխարհային իմաստության բովանդակ հարստության թարգմանությունները։ Թարգմանիչների ազնիվ ու շնորհակալ աշխատանքը փառաբանող այս հանդեսին այսօր մասնակից են բազում հյուրեր մեր մեծ հայրենիքի և աշխարհի բոլոր ծայրերից։ Գորյունը Մաշտոցի վարքը ասել է, թե կենսագրությունը գրել է ուսուցչի մահվանից մի փոքր անց։
շարունակում ենք մեր հաղորդումը, ես անդրադառնամ նաև մեր նամակագիրներից այսօրվա այն հազվադեպ հարցերից, որ վերաբերում էին թեմային, Թեհրանից ճարտարապետ Շահեն Հովսեփյանը շատ հետաքրքիր մի հարցադրում է արել, կապված ուղիղ այս գրերի հետ եւ տեսիլքի, անցած հաղորդման ընթացքում խոսեցինք տեսիլքի մասին, ես օրինակ բերեցի, որ տեսիլքը անշուշտ իրականություն է եւ որպես զուգահեռ օրինակ բերեցի Մենդելեևի կողմից քիմիական տարրերի պարբերական հետաղյուսակի հայտնագործումը, որը ճիշտ նույնպես ստացվեց տեսիլքի ձևով եւ ինչպես որ Կորյունն է պատմում Մաշտոցի տեսիլքը նման ձևով պատմում է Մենդելեևի ավագ աշակերտ եւ գործընկեր Ինոստրանցևը եւ զարմանալի նմանություն կա, եթե դուք երկու տեքստերը դնեք իրար կողք եւ համեմատեք, տպավորություն կստանաք, թե նույն մարդն է գրել։ Եթե անունները տեղերը փոխեք, համարյա թե տարբերություն չեք տեսնի։ Ուրեմն Շահեն Հովսեփյանը այսպիսի հետաքրքիր հարց է ուղարկել էլեկտրոնային փոստով, հնարավոր է արդյոք, որ Մաշտոցյան Այբուբենի տարրերը լինեին մեհենագրեր, իսկ տեսիլքի մասին պատմությունը ստեղծվեր, որպիսի դրանք ընդունվեին քրիստոնեական եկեղեցու կողմից։ Շատ հետաքրքիր տրամաբանություն է եւ եթե մենք ունենայինք գոնե մի դեպք, մի փաստ Մաշտոցից առաջ Մաշտոցյան Այբուբենի գործածության, այդ տարրերի գործածության, ասենք, չգիտեմ, 3-րդ դարում, Քրիստոսից առաջ որևէ դարում, մենք անշուշտ այդ տեսակետի կողմնակից կլինեինք, շատ տրամաբանական բացատրություն է, բայց որևէ փաստ չունենք։ Փոխարենը հայկական մեհենագրության զարգացման փուլերից, դրա համար հենց անցած հաղորդումը ես սկսեցի հայկական մեհենագրությունից, նախամաշտոցյան ամբողջ դպրությունից համառոտ մի հատ անցանք բոլորի վրայով եւ հետո նոր սկսեցինք Մաշտոցի գործունեության մասին խոսքը։ Երբ որ մենք նայում ենք, այնտեղ ունենք մի քանի հազար արձանագրություն եւ դրանք Մաշտոցյան տառաձևերը չեն։ Այնուամենայնիվ Մաշտոցյան տառերը նրա տեսիլքի ընթացքում նրա ստեղծած նրա մտքի արգասիքներն են։ Նախամաշտոցյան շրջանում, սա կրկնեմ, սիրելի հեռուստադիտողներ, ես ինքս շատ ուրախ կլինեի, եթե գոնե մի փաստ լիներ եւ Մաշտոցին մենք այդ դեպքում կմեծարեինք նաեւ որպես ազգային հնագույն հեթանոսական մշակույթի վերականգնող գրերի իմաստով, բայց Մաշտոցյան տառաձևերը լիովին տարբերվում են մեր մեհենագրությունից։ Ընդ որում կանխեմ մի հարց ևս, որովհետև այդ հարցը շատ են տալիս, ժամանակին ժայռապատկերներում, երբ որ Մաշտոցյան տարրերի նման նշաններ գտնվեցին, հանգուցյալ Սուրեն Պետրոսյանը մի մեծ աղյուսակ այդպես կազմեց եւ Ռաֆայել Իշխանյանը, էլի այսօր հանգուցյալ, հրատարակեց մի հոդված, որը շատ մեծ այսպես արձագանք ունեցավ, աղյուսակը այսպես է Մաշտոցյան Այբուբենի տարրերն էին եւ դիմացը ժայռապատկերների մեջ այն պատկերները, որոնք նման էին Մաշտոցյան տառաձևերին։ Եվ կարծիք հայտնվեց, որ Մաշտոցը իր ճգնավորության ժամանակ, որ անցկացրել էր Սյունյաց աշխարհում, Սյունիքի ժայռապատկերները անընդհատ կարող էր տեսնել իր աչքի առաջ եւ նրանցից քաղեր տառաձևերը։ Սա մեկ բացատրություն։ Մեկ ուրիշ բացատրություն, որ եղավ, դա այն էր, որ ոչ թե պարզապես վերցրել եւ քաղել է տառաձևերը, այլ դրանք տպավորվելով Մաշտոցի մտապատկերում կարող էին արտացոլվել տեսիլքի ժամանակ։ Սա եւս հետաքրքիր բացատրություն է։ Ես ասեմ մի հետաքրքիր բան եւս, եթե դուք թերթեք հայագիտական աշխատությունները Մաշտոցին նվիրված, այնտեղ կտեսնեք կարծիքների ահավոր մեծ առատություն։ Օրինակ Հրաչի Աճարյանի հայոց գրեր աշխատությունը, որ ամենակոթողային աշխատանքներից մեկն է նվիրված Մաշտոցին, այնտեղ հատուկ մի մեծ բաժին նվիրում է Մաշտոցյան տառերի ծագմանը։ Եվ բերում է Աճարյանը իրենից առաջ այն բոլոր փորձերը, որոնք այն ուսումնասիրողներին, որոնք փորձել են Մաշտոցյան Այբուբենը բխեցնել այս կամ այն գրային համակարգից։ Ու գիտեք ինչ է ստացվում, ես հաշվեցի զուտ իմ հետաքրքրության համար, մենակ մինչև Աճարյանի ապրած ժամանակը, մինչև այդ գրքի հրատարակությունը, իսկ հայոց գրեր աշխատանքը լույս է տեսել 1928 թվականին, 36 տարբեր գրային համակարգերից փորձել են բխեցնել Մաշտոցյան Այբուբենը։ Նույնիսկ սիմվոլիկ թվաց ինձ այդ թիվը, 36 տառ ունենք եւ 36 տարբեր համակարգերից էին բխեցնում։ Ինքը Աճարյանը փորձում է վերլուծել եւ
ամենաշատ նմանությունը տեսնում է հունարենի հետ, սակայն սա ևս բացատրելի է։ Նախ հիշենք, որ Մաշտոցը Այբուբենի ստեղծումից հետո դրանք վայելչագրությունը դրանց կատարեց Հռոփանոսի հետ միասին Սամոսատ քաղաքում, իսկ Հռոփանոսը հույն էր։ Եվ մի հանգամանք ևս, այնուամենայնիվ հիշենք նաև, որ Մաշտոցը իր առաջին կրթությունը ստացել է հունարենով դեռևս Տարոնում։ Եվ առաջին գրերը, որոնք Մաշտոցի մտապատկերում արտացոլվել են, դրանք հունական գրերն են։ Եվ սրանցով էլ կարող է պայմանավորված լինել հունական Այբուբենին որոշակի նմանությունը, բայց այնուամենայնիվ բոլոր դեպքերում Այբուբենը հեղինակային գործ է, Այբուբենը ինքնուրույն ստեղծագործություն է։ Այլ հարց, որ Այբուբենի մեջ դրված են շատ մեծ իմաստություններ, բավական շատ հրապարակումներ են եղել, երբ որ Այբուբենի տառերը որոշակի դասավորությամբ շարում ես, այսպես միստիկական թվերի շարք է ստացվում, Այբուբենի մեջ շատ մեծ խորհուրդներ կան, եւ այս ամենը միանշանակ ընդունելի է։ Սա երևի մի առանձին մեծ հաղորդման նյութ կարող էր դառնալ։ Մաշտոցյան Այբուբենի մեկնաբանությունները հատկապես միստիկական տեսանկյունից։ Այս ամեն ինչը կա անշուշտ, եւ Մաշտոցը ինքը մեծ թաքնագետ էր, շատ մեծ այսպես միստիկայի մասնագետ էր, եթե այսօրվա տերմինով ասենք, անշուշտ դա կա, սակայն միանշանակ է, որ Մաշտոցյան Այբուբենը հեղինակային ինքնուրույն ստեղծագործություն է եւ հանճարեղ ստեղծագործություն է։ Ուրեմն Այբուբենի մասին խոսելուց մենք անցած հաղորդման ժամանակ խոսել ենք այն բոլոր նախապայմանները, որից ելնելով ստեղծվեց գիրը, դրա համար հիմա մենք անցնենք արդեն Այբուբենին եւ փորձենք Այբուբենի մի քանի արժանինքների մասին եւ Մաշտոցի քարոզչության մասին հատկապես կարևոր շեշտադրումներ անել։ Մաշտոցյան Այբուբենը, ինչպես գիտեք, թվահամակարգ է եւ շատ լայնորեն կիրառվեց մեր ժողովրդի մեջ, նաեւ կենցաղում սկսեց օգտագործվել։ Ես հիմա օպերատորին խնդրեմ ցույց տա Մաշտոցյան Այբուբենի այս թվահամակարգը, որը մեր ժողովրդին պետք է որ բավականին ծանոթ լինի։ Ուրեմն այստեղ առաջին սյունյակում դուք տեսնում եք 1-ից մինչև 9, A-ից մինչև T միավորները, երկրորդ սյունյակում Ž-ից մինչև Ղ տասնավորներ, երրորդում Չ-ից մինչև Ջ հարյուրավորներ եւ չորրորդում Ռ-ից մինչև K հազարավորները։ Այսինքն Մաշտոցյան այս Այբուբենով կարելի էր ուրեմն գրել մինչև 9999, որից հետո գալիս էր արդեն 10000-ը, 10000-ը, որը մեզանում գիտեք կոչվում է բյուր։ Ուրեմն բյուր անգամ բյուրը դառնում էր արդեն գունդ, տեսինք 10000 անգամ 10000-ը, եւ սա չէր սահմանափակվում, այնուհետև գունդ անգամ գունդ դառնում էր ավակ գունդ անգամ, այսպես բազմապատկելով, հաջորդը գալիս էր արքա գունդ, հաջորդը բազմապատիկը կայսր գունդ, եւ կայսր գունդը ստացվում էր մի ահավոր մեծ թիվ։ Կայսր գունդը այսօրվա թվաբանությամբ, եթե մենք արտահայտենք, 1-ից հետո 21 հատ 0։ Ես հետաքրքրվեցի մաթեմատիկոսների մոտ, թե որն է այսօրվա մաթեմատիկայում օգտագործվող ամենամեծ թիվը, այսօրվա այս տիեզերական, այս ուսումնասիրությունների դարաշրջանում, ասեցին, որ դոդեցիլիոն անունով մի թիվ կա, 1-ից հետո 36 0։ Փաստորեն մեր հին գրային համակարգը իր թվանշաններով հնարավորություններ արտահայտելու 1-ից հետո 21 0։ Սա 5-րդ դարի մակարդակում։ Ինչը որ պրակտիկորեն կենցաղում նույնիսկ կիրառելի չէր, բայց համակարգը ինքը տալիս էր այս հնարավորությունը։ Մաշտոցյան Այբուբենի կատարելության մասին ես շատ պարզ մեկ օրինակ եմ ուզում բերել, որ այսպես տեսական չհնչի։ Ընդ որում ես այն փորձից ելնելով, որովհետև ասենք համալսարանում էլ ուսանողության հետ երբ որ խոսում ես, ասում ես մեր լեզվի կատարելությունը եւ այլն, բոլորը ասում են լավ, դե մեր Այբուբենը մյուսներից թվով շատ է։ Խոսքը թվով շատ լինելու մասին չի, խոսքը նրա մասին է, որ Մաշտոցի ստեղծած Այբուբենով ինչ հնչյուն որ լսում ենք, նույնը մենք կարողանում ենք գրել։ Հիմա տեսեք, ես օրինակ բերեմ եւ օրինակներ բերեմ եւ ռուսերենի համար եւ արևմտյան, ասենք անգլերենի, գերմաներենի համար, հա, համեմատեք եւ տեսեք Մաշտոցի արածի կատարելությունը։ Մեր ռուսերեն իմացող բոլոր հայրենակիցները եւ Ռուսաստանում բնակվող փայլուն գիտեն, ասենք ռուսերենում ամեն ռուս մարդ օրական երևի 100-ից ավել անգամ օգտագործում է, ասենք ձյադյա եւ տյոտյա բառերը։
ձյադյա, որը ռուսերենում եւ հորեղբայր, եւ քերի, եւ մորաքրոջ ամուսին, եւ ընդհանրապես դիմելաձև է։ Տեսեք, հնչում է ձյադյա, գրում են հնչում է ձ, բայց գրում են դիա, դիա։ Ունեն հնչյունը, բայց չունեն տառը։ Կամ տյոտյա, որը ռուսները օգտագործում են եւ մորաքույր, հորաքույր, չգիտեմ, հորեղբոր կին եւ էլի նաեւ կանանց դիմելու ձև է, էլի օրական հարյուրավոր անգամներ օգտագործում են։ Տեսեք, ծ հնչյունը հստակ ունեն, տյոտյա, բայց գրում են տիո, տիա։ Պարզ համեմատությունը ունեն հնչյուն, չունեն տառը։ Եվրոպական լեզուներ, ասենք անգլերենում, շ գրելու համար իրենք պետք է s եւ h գրեն, չէ՞, ամենապարզ բանը։ Էլ չեմ ասում գերմաներենում, որ կատաստրոֆիկ է, մի հատ չ հնչյուն գրելու համար 4 հատ տառ են գրում, t s c h։ Մի հնչյուն արտաբերելու համար 4 հատ տառ են գրում։ Սա ամենապարզ օրինակները, որ ակնհայտ է դառնում մաշտության այբուբենի կատարելությունը, ամենապարզ օրինակներն են։ Էլ չեմ ասում, այնտեղ խորքային բաներ կարելի է բերել, որը մի քիչ ավելի այսպես մասնագիտական լսարանում երևի թե ասելու բան է։ Ես պարզապես, որպեսզի կարողանանք այս հաղորդման մեջ տեղավորվենք, ես անցնեմ մի քիչ ավելի Մաշտոցի գործունեության քարոզչությանը, հա, եւ այդ ընթացքում մանավանդ որ մեր նամակագիրներից հարցեր կային նաեւ վրացական գրերի հետ կապված, մենք անդրադարձ կատարենք։ Ուրեմն Մաշտոցի գործունեության կարևոր քայլերից մեկը, ուրեմն առաջին քարոզչությունը նրա առաջինից երրորդ քարոզչությունները տեղի ունեցան Արևելյան Հայաստանում։ Մաշտոցը եւ Սահակ Պարթևը գրերի գյուտից հետո պայմանավորվեցին եւ հանճարեղ այսպես ստրատեգիա մշակեցին։ Ուրեմն Սահակ Պարթևը մնաց Վաղարշապատ մայրաքաղաքում եւ սկսեց մայրաքաղաքում կրթել փաստորեն մայրաքաղաքի դպրոցի այսպես գլխավոր ուսուցիչը դարձավ ուսուցչապետը, Մաշտոցը սկսեց շրջել երկրով մեկ եւ հիմնել դպրոցներ։ Չափազանց կարևոր էր եւ այս երրորդ քարոզչության ժամանակ է, որ Մեսրոպ Մաշտոցը ստեղծեց նաև վրացիների գրերը։ Ես հիմա ցույց տամ սա, անցած հաղորդման ընթացքում էլ ասվեց, վրացիները այսօր ուրանում են այս այբուբենի Մաշտոցի կողմից ստեղծած լինելը։ Ուրեմն երկու այբուբեններ հիմա դուք տեսնում եք։ Խուցուրի այբուբենը, որ Մաշտոցի ստեղծածն է, դուք տեսնում եք հիմա ձախ կողմում, եւ մխեդրուլին, որ այսօր օգտագործում են վրացիները։ Ձախ կողմում նայեք ուշադրություն դարձեք, հարգելի հայրենակիցներ, առանց մեծ լարվածության անզեն աչքով էլ Մաշտոցի ձեռագիրը կտեսնեք։ Եվ դուք կտեսնեք բազմաթիվ տառեր այստեղ, որոնցում այսօրվա հայերենի այբուբենի տառերն էլ կտեսնեք։ Ամեն այս սյունյակը որ կա, սյունյակում ներկայացված է տառը, իսկ կողքի սյունյակում լատինատառ դրված է նրա հնչյունը, եւ մենք շատ հնչյուններ ունենք, որ ուղղակի ասենք նույնությամբ կրկնվում են։ Ասենք օրինակ, տեսեք, կ տառը, այստեղ տեսեք, ուղղակի հայերենի կն է։ Բայց այստեղ մենք նաեւ կարիք չունենք հատուկ այնտեղ ժ կտեսնեք, քի նման տառ կտեսնեք։ Մաշտոցի ձեռագիրը շատ ակնհայտ է։ Եվ այստեղ որևէ կասկած չկա։ Ասեմ, որ վերջի տարիներին խորհրդային իշխանության ժամանակ էլ բավականին մեծ երախտամոռություն արեցին վրացիները։ Բազմաթիվ ուրեմն հուշարձաններից հանելով, ոչնչացնելով այս արձանագրությունները եւ դրանցից մի քանիսը բացահայտվեցին ու բավական այսպես խայտառակ պատմություններ եղան վրաց գիտնականների համար։ Այսպիսի երախտագիտություն, երախտամոռություն դժվար է պատկերացնելը։ Ես ուզում եմ հպարտությամբ ասել, որ մեր ժողովուրդը շատ երախտագետ գտնվեց եւ մենք հիմա աշխատում ենք ռեժիսոր Արտակ Ավդալյանի հետ աշխատում ենք մեր նախամաշտության եւ մաշտության գրերին նվիրված մի ֆիլմի վրա եւ այդ ֆիլմի նկարահանման ընթացքում երբ որ մենք նաեւ մատենադարանում ենք նկարահանումներ կատարում ես հպարտությամբ էի անընդհատ արձանագրում որ եւ դա մեր թարգմանական գրականության մեծ այսպես ներդրումներից մեկն է որ մենք 4-րդ դարում օգտագործեցինք հունարենը եւ ասորերենը իսկ 5-րդ դարում երբ որ ստեղծվեց մեր արդեն նոր քրիստոնեական ժամանակաշրջանում նոր դպրության հիմքը մաշտոցյան այբուբենը մերոնք անմիջապես թարգմանեցին եւ այսօր բազմաթիվ մոտ 15-20 շատ նշանավոր գործեր կան հունարեն եւ ասորերեն հույն եւ ասորի փիլիսոփաների եւ մատենագիրների գրած որոնց բնագրերը կորել են
եւ դրանք փրկվել են, պահպանվել են միայն շնորհիվ հայերենի։ Գիտեք, այստեղ ես շատ լավ զգացի, որտեվ սա մշակութային երախտագիտություն է։ Եվ սա մեր ժողովրդի կողմից այս երախտագետ վերաբերմունքն է, այսօր դրա համար մեզանից շնորհակալ են հույներն ու ասորիները։ Տեսեք, 4-րդ դարում մենք շնորհակալ էինք, որ այդ ընթացքը, երբ որ արգելվեց մենագրությունը, մեր դպրության համար մենք օգտագործեցինք իրենց գիրը եւ լեզուն, եւ հետո մենք երախտահատույց եղանք։ Վրացիների արածը ահավոր երախտամոռություն է այսօր մեր նկատմամբ եւ ընդհանրապես իրենց նկատմամբ։ Դրանից հետո շատ կարեւոր մի բան, Մաշտոցի գործունեության ամենակարևոր առանցքներից մեկը, Մաշտոցը, հիմա կխնդրեմ քարտեզը ցույց տան, Արևելյան Հայաստանում 3 առաքելություններից հետո շատ լավ հասկանում էր, որ եթե ինքը միայն Արևելյան Հայաստանում շարունակի, Արևմտյան Հայաստանում, որը գտնվում է Բյուզանդիայի տիրապետության տակ, Արևմտյան Հայաստանում գրում են հունարեն եւ այնտեղ էլ քիչ ավելի ուշ ընդունվեց քաղաքեդոնականությունը, մեզ համար դա կլիներ շատ կատաստրոֆիկ մի բան եւ կկիսվեր հայությունը եւ այդ նպատակով Մաշտոցը անձամբ որոշում է ուղևորվել Բյուզանդիա։ Հիմա քարտեզը դուք կտեսնեք եւ քարտեզի վրա հիմա ավելի կմոտենա եւ կապույտ սլակները, որ տեսնում եք, Վաղարշապատից գնում է դեպի արևմուտք, դեպի Բյուզանդիայի խորքերը։ Նախ Մալաթիայում, Մելետինեյում հանդիպում ունեցավ ուրեմն Անատոլիոս Կուսակալի հետ, բյուզանդական, որը շատ մեծ պատիվներով ընդունեց Մաշտոցին։ Այդ ընթացքում նաև նամակ ուղարկվեց բյուզանդական կայսրին, Թեոդոս II կայսրին, որը պատասխան նամակում Մաշտոցին նույնիսկ այսպես շնորհեցին ակումիտ տիտղոսը, որը նշանակում է տկնող, մշտարթուն, այսինքն մտքով մշտարթուն, շատ այսպես մեծ պատիվներ, սակայն թույլ չտվեցին Արևմտյան Հայաստանում քարոզչության։ Մեկ ուրիշը գուցե թե մեծ պատիվներով, տիտղոսներով ոգևորված չշարունակեր, բայց Մաշտոցը մեծ ազգային գործիչ էր։ Նա իր ուղեկիցների մի մասին թողեց Մալաթիայում եւ ինքը ճանապարհվեց դեպի Կոստանդնոպոլիս։ Անձամբ հասավ Կոստանդնոպոլիս, անձամբ հանդիպեց կայսեր հետ եւ հունած պատրիարքի հետ եւ ստացավ հատուկ հրովարտակ, կայսերագիր հրովարտակ, որով թույլատրվեց Մաշտոցին բյուզանդական տարածքի ամբողջ հայկական հողերում բացել հայկական դպրոցներ։ Սա նկատի ունեցեք, սիրելի հայրենակիցներ, Մաշտոցը կիսված Հայաստանը, քաղաքականապես կիսված Հայաստանը միավորեց մեկ մշակույթի մեջ, մեկ դպրության մեջ։ Եվ եթե դա չաներ, մենք ասորիների օրինակ ունենք մեր աչքի առաջ։ Երբ որ կիսվեցին, նաև կրոնական հողի վրա կիսվեցին հակոբիկյաններ եւ նեստորականներ, եւ իրենց այդ այնքան խորացավ, որ այսօր ասորիները արդեն համարյա թե անհետացող ժողովուրդ են համարվում, ցավոք սրտի, որովհետեւ ափսոս է այդ մշակույթ ստեղծած ժողովուրդը, բայց նույնիսկ այսօրվա պայմաններում, ասենք Հայաստանում 3 գյուղ կան, բայց այդ հակադրությունը իրենց մեջ շարունակվում է, վերանում են, բայց դեռևս հակադրությունը կա։ Եվ Մաշտոցը միավորեց հայությանը մեկ մշակութային դաշտի մեջ, քաղաքակրթության մեջ։ Ես Մաշտոցի մասին իհարկե կարելի է խոսել շատ, Մաշտոցը դարձավ նաև հայոց հոգևոր երաժշտության հիմնադիրը Սահակ Պարթևի հետ միասին։ Շարականները մենք այս հաղորդման ընթացքում չենք հասցնի, գուցե հաջորդ հաղորդման ընթացքում մենք մի փոքր պահ կունենանք Մաշտոցի շարականներից եւ Սահակ Պարթևի շարականներից լսելու նաև հենց շատ լավ կատարմամբ։ Բացի դրանից նա դարձավ նոր փաստորեն մեր մանկավարժական դպրոցի հիմնադիրը։ Մաշտոցից մեզ հասել են շարականներ շուրջ 130։ Մի մասն է երաժշտությամբ, մնացածը առանց խազագրման, առանց նոտագրման է մեզ հասել։ Շրջեցին ամբողջ Հայաստանում եւ բացեցին դպրոցներ։ Մաշտոցը մահացավ Սահակ Պարթևից մոտ 6 ամիս առաջ։ Սահակ Պարթևը մահացել էր 439 թվականի սեպտեմբերի 7-ին, այն ժամանակվա մեր ամիսներով ասած Նավասարդ ամսի 30-րդ օրը։ Մաշտոցը վախճանվեց 440 թվականի փետրվարի 17-ին, այն ժամանակվա ամիսներով ասած մեհեկան ամսի 13-ին։ Եվ գիտեք, որ նրա աճյունը ամփոփվեց Օշականում Վահան Ամատունին, որ հազարապետն էր եւ Մաշտոցի շատ սիրելի աշակերտներից մեկը, ինքը տեղափոխեց եւ մեծ հայորդու աճյունը ամփոփված է այսօր Օշականում, որը մեր ժողովրդի մեծագույն սրբավայրերից մեկն է։
Սրանով Մաշտոցը, տեսեք, միավորեց մեր ժողովրդին եւ եթե նախաքրիստոնեական շրջանում մենք տեսնում ենք մեր պետականության առանցքում, մեր ավելի ճիշտ կրոնի առանցքում դրված է հայոց պետության գաղափարը, այսինքն պետականակենտրոն քաղաքակրթություն մենք ունենք, երբ որ պետականությունը սկսում է անկում ապրել, եւ խորենացու ասած Մաշտոցը զգաց, որ մոտեցել է վերջը, Մաշտոցը ստեղծում է նոր համակարգ, մշակութակենտրոն համակարգ, որի առանցքում դրվեց հայոց լեզուն եւ հայոց նոր այբուբենը։ Եվ սա փաստորեն մենք վերջին 1600 տարին մենք ապրեցինք Մաշտոցյան քաղաքակրթության դարաշրջանում։ Մենք հարցեր ունենք, սակայն մեր հաղորդաժամը սպառվեց, մյուս հաղորդմանը կանդրադառնանք եւ հարցերին եւ կշարունակենք։ Հաջողություն, բարին բոլորիս հետ։